Բարի վերադարձի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 1-ին Կանտատա մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել գարնանային երկխոսություն խորագրով համերգ, որտեղ կողք կողքի միջազգային ներառական արտ-փառատոնի տաղանդավոր մասնակիցները ներկայացել են իրենց երաժշտական կատարումներով, որոնք խոսում են արվեստի ուժի եւ միասնականության մասին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են կողք կողքի ներառական կրթամշակութային ՀԿ-ի նախագահ եւ կողք կողքի միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը եւ Վարսենիկ Ավանյանը, օպերային երգչուհի, Կանտատա մշակութային ՀԿ-ի տնօրեն։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր ու շատ կարեւոր գործ եք արել մայիսի 1-ին։ Կողք կողքի հավաքելով մարդկանց, ովքեր կարծում եմ ջերմության ու այդ սիրո կարիքը շատ ունեն եւ իրենք էլ իրենց կողմից են տվել այդ ամենը։ Խոսենք այդ մասին։ Խոսենք։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար, որ անդրադարձաք մեր ծրագրին, եւ ես կուզեի մի փոքր նախաբան պատմել, թե ինչպես մեր այս համագործակցությունը տեղի ունեցավ։ Սովորաբար կողք կողքի հասարակական կազմակերպությունը ինքն է փնտրում երաժիշտներ, որոնք կմասնակցեն երեխաների հետ եւ իրականացնում է ծրագրեր, որտեղ որ մասնակից են լինում նաեւ հանրաճանաչ երաժիշտներ եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող տարբեր տաղանդավոր երեխաներ։ Այս անգամ ճիշտ հակառակը տեղի ունեցավ եւ Վարսենիկը զանգահարեց եւ ասաց, որ շատ հետաքրքիր գաղափար ունի, որտեղ օպերային երգիչները ելույթ կունենան մեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ եւ հանդիպումից հետո քննարկեցինք ծրագիր, մշակեց Վարսենիկը մի գեղեցիկ ծրագիր, որտեղ երեխաները, որոնք ունեին արդեն նախապես պատրաստված համարներ եւ որոնք նաեւ մենք մի քանի համար ունենք, որ ընթացքում պատրաստեցինք եւ այդպես տեղի ունեցավ այս մեր գեղեցիկ համերգը։ Վարսենիկ, ասվեց, որ այս անգամ ձեր կողմից ա եղել առաջարկը։ Խոսենք այս մասին, ինչի հանկարծ այսպես որոշվեց, որ առաջինը մենք զանգենք։ Ուրեմն արդեն մի քանի տարի ինչ գործում է Կանտատա մշակութային ՀԿ-ն եւ կարեւորագույն կետերից մեկն է մեր առաքելության համերգներին ընդգրկել այդ խնդիրներ ունեցող երեխաներին եւ ես միշտ աշխատել եմ իրենց համար անպայման հրավիրատոմսեր ուղարկել եւ իրենք միշտ ներկա են եղել բոլոր մեր համերգներին, բայց Նաիրայի շնորհիվ նաեւ ես ճանաչում եմ այդ երեխաներին որպես տաղանդավոր երաժիշտներ եւ պետք է ասեմ, որ շատ կարեւոր գործ է անում Նաիրան, որովհետեւ մենք այդ երեխաներին չենք ճանաչի, իրենք ուղակի իրենց տանը, իրենց տաղանդով, իրենց ծնողներով կմնային ուղակի չբացահայտված իսկապես եւ այդ շփումի արդյունքում ես մտածեցի լավ անընդհատ իրենք գալիս են որպես հանդիսատես միգուցե մեկ օր էլ մենք համագործակցենք բեմում եւ իրենց ներկայացնել ոչ թե որպես խնդիր ունեցող երեխաներ, այլ իսկապես որպես պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ հավասարային կիսել բեմը։ Եվ այդ ժամանակ այս տարի արդեն որոշեցի ոչ թե ընդգրկել որպես հանդիսատես, այլ արդեն բեմում համագործակցել եւ խոսեցի Նաիրայի հետ, մեծ ջերմությամբ ընդունեց իմ առաջարկը, ծանոթացա արդեն երեխաների հետ ավելի մոտիկից, մշակեցինք միասին ծրագիրը, պետք է ասեմ, մեկը մեկից տաղանդավոր երեխաներ են եւ բոլոր այն մարդիկ եւ պրոֆեսիոնալ երաժիշտները եւ ուղղակի հանդիսատեսը, ով եղել է համերգին, բոլորը հիացած են եղել իրենց կատարումներով։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը նաև հայտնել իմ գոլեգաներին, որոնք մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել, օպերային թատրոնի իմ դաշնակարները Ելենա Վարդազարյանը, Վասիլի Ռոլիչը, մեր թատրոնի մեներչուհի Մագդա Մկրչյանը, բոլորը մեծ սիրով ու գիտեք ինչ շատ կարևոր է, որ թվում է, որ չկան մարդիկ, որոնք ուզեն շփվել այդ երեխաների հետ, իրականում ուղղակի պետք է իմանալ իրենց մասին, ինչ եմ ամեն անգամ շեշտում, որ շատ կարևոր գործ է անում Նաիրան, բոլորը մեծ սիրով համաձայնվում են եւ մեծ սիրով սկսում են մասնակցել, այդ թվում մեր ֆոտո, վիդեո անող մասնագետը, որը եկավ, նկարեց, տեսահոլովակ նկարեց, գովազդեցինք համերգը Այդպես եւ արդեն հեշտ է խոսել համերգի ավարտից հետո, չէ, ավելի հեշտ է խոսել հիմա։
Դե լարվածությունը չկա, արդեն ամեն ինչ իրականություն է եւ հետաքրքիր է, քանի որ շատ կարճ ասեցիք ինչպիսի տպավորություններ կային համերգից, հատկապես երեխաների տաղանդի հետ կապված, բայց այս մասին մի քիչ ավելի մանրամասն։ Ինչ էին ասում մարդիկ, ովքեր ներկա էին համերգին։ Եվ այնց երեխաները ինչ տպավորություններ ունեին։ Դե երեխաները նախ շատ են սպասում նման համերգներին եւ շատ կարեւոր է այդ համերգի process-ը, թե ինչպես է իրականում համերգը, ընթացքը, երբ որ ծրագիր ենք պատրաստում, երբ որ փորձեր ենք անում միասին, երաժիշտների հետ միասին, դա փորձի փոխանակում է լինում երեխաների համար, հենց այդտեղ են իրենք սովորում, հմտություններ են ձեռք բերում, երաժիշտները խորհուրդներ են տալիս, այդ փորձի ընթացքն է շատ կարևոր իրենց համար։ Իսկ հենց համերգը ինքն իրանով իհարկե շատ պատասխանատու է, անգամ sense քեզ թվում է, որ դե երեխան կարող է չլարվի, ասենք տենց դե իր համար տենց շատ լարվածություն չկա, բայց ընդհակառակ sense դու հասկանում ես բեմից, որ իրականում շատ պատասխանատու են իրենք այդ պահին իրենց զգում եւ մեծ հաճույք են ստանում բեմից։ Այդ բեմը շատ կարեւոր ոնց որ թերապիա լինի իրենց համար, որտեվ հավաքում են իրանց բոլոր ներուժը եւ ցույց են դնում իրենց կարողությունը։ Իրականում բարձրագիր էր ընտրված ընթացիկ։ Ծրագիրը շատ բարդ էր ու շատ հետաքրքիր, ես որպես երաժիշտ եմ ասում, մեր երաժիշտների կարծիքը, նաև Վահագն Հայրապետյանն իր կարծիքն էր ասել, որ իրականում շատ տաղանդավոր են երեխաները եւ շատ պրոֆեսիոնալ են ելույթ ունենում եւ եթե մենք նախ երբեք չշեշտեցինք, որ դա ներառական համերգ է, մենք ասացինք, որ դա բարեգործական համերգ է, որովհետեւ հասույթը ողջ կդրամադրվի զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների երաժշտական կարողությունների բարձրացմանը եւ ինչը իրենց անհրաժեշտ լինելու հետագայում իրենց գործունեությունը ծավալելու համար։ Եվ դրա համար որպես հանդիսատես դու որ նայում ես, դու չես երբեք մտածում, որ այս երեխան ունի ինչ որ առանձնահատկություններ, սահմանափակումներ ունի, իրականում հետո գրառումներից ես կարդում, որ իրականում դժվար է ասել ով ունի սահմանափակումներ, էլի, որ այդպիսի ելույթներ ես լսում, հասկանում ես, որ իհարկե այդտեղ մեծ աշխատանք է տարված, ընթացիկ տարիների աշխատանք է տարված երեխաների թե ձայնային մշակման համար, թե ռիթմիկ զգացողություն ավելի բարելավման եւ դա այդ թերապևտիկ միջոցով գալիս ես հասնում ես այս համերգի արդյունքին։ Երեխաներն ունեն իրենց աշխարհը, որի մեջ իրենք ապրում են, իրենց երևակայությունը։ Որքանով է երաժշտությունը այդտեղ տեղ գտնում։ Այ մայիսի 1-ը եկավ, անցավ, ինչ հասկացանք, ինչքանով կարողացավ երաժշտությունը ներխուժել իրենց աշխարհ եւ այդ աշխարհը դարձնել առավել գեղեցիկ։ Գիտեք, իրենց երաժշտությունը արդեն շատ վաղուց երկար տարիներ է, ինչ իրենք այդ երաժշտական աշխարհում են ապրում։ Եվ երաժշտությունը շատ մեծ դեր ունի երեխաների կյանքում, քանի որ ինքը շատ ստրուկտուրացված է երաժշտությունը, բազմազան է եւ տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին ինքը մեծ օգնություն ունի որպես թերապիա։ Եվ թերապիայով է սկսվել իրենց երաժշտություն ներխուժելը, իրենց կյանքում երաժշտությունը թերապիայով է սկսվել։ Դրա համար մեծ դեր ունի երաժշտությունը, որտեղ իրենք կարողանում են արտահայտել իրենց հույզերը, արտահայտել իրենց կարողությունները, որ ուրիշ բնագավառում միգուցե կենցաղում, տարական կենցաղում չկարողանան նույն իրենց հմտությունը արտահայտել, բայց բեմում լինեն շատ տաղանդավոր եւ հավասար, մեկ բեմում հավասար կարողանան ելույթ ունենալ տաղանդավոր երաժիշտների, պրոֆեսիոնալ երաժիշտների հետ համատեղ։ Դուք արդեն նշեցիք, որ բեմը թերապիա է երեխաների համար եւ իրենք շատ սպասում են նման համերգներին։ Հետո ինչ է լինելու։ Համերգը արդեն իրականություն է։ Էլ ինչ է սպասվում երեխաներին։ Կան առաջիկա ծրագրեր արդեն։ Դե մտածում ենք, քննարկում ենք, իհարկե պետք է անպայման այս ամենը շարունակական լինի, որպեսզի իրենք էլ ողջևորվեն եւ զարգանան եւ ուզում եմ ասել անպայման որ գիտեք այդ փորձերի ընթացքում իրենք ավելի էին բացվում, բացահայտվում, նենց առաջի հանդիպմանը մի բան էր, երկրորդ հանդիպմանը ուրիշ ձևի, երրորդը արդեն ես ինքս էի զարմանում, թե իրենք ոնց էին ամեն փորձից փորձ բացվում որպես երաժիշտներ, ինձ պետք է անպայման այս ամենը շարունակական լինի։
Ասացիք դժվար ծրագիր էր ընտրված, իսկ դժվար չէր դա երեխաների համար, որովհետև համոզված են, որ հաշվի է առել այդ ամենը եւ բնականաբար իրենց համապատասխան ծրագիր, բայց նաեւ դժվար։ Կարծում սա եւս մեկ մարտահրավեր էր, որ հաղթահարվեց նրանց կողմից։ Այո։ Այո, միշտ հաշվի ենք առնում երեխայի կարողությունը, թե ինչպես եւ հաշվի ենք առնում այն փաստը, որ երեխան նույն տվյալ այդ համարի մեջ կարողանա ցույց դնել իրեն կարողությունը եւ շահավետ դուրս գա այդ համարից եւ այդ ամենը հաշվի առնելով նաեւ այդ բարդությունը ծրագրի իրենք կարողանում են փորձերի ընթացքում հասկանում են որ կկարողանան լավ դուրս գալ այդ իրավիճակից եւ տենց էլ ստացվեց Իրականում նաև մենք ունենք բազմաթիվ տարբեր ծրագրեր, նույն ընթացիկ ծրագրեր, որտեղ մասնակից են երեխաները, նույն ես նաև կուզենայի շնորհակալություն հայտնել Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին, որտեղ իրականանում են հենց նույն այդ ծրագրերը, որտեղ ընդգրկված են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ, որոնք անցնում են այդ երաշտական պարապմունքները, որի շնորհիվ այդ շարունակական այդ իրենց պարապմունքների շնորհիվ իրենք կարողանում են որակյալ համարներ ցույց դնել։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ, որովհետև շատ կարևոր գործ եք անում եւ յուրաքանչյուրս պիտի դերակատարում ունենանք այս ամենի։ Մենք էլ սիրով կլուսաբանենք այն ամենը, ինչը նորից հետագայում արդեն իրականացնեք եւ կդարձնեք ավելի շոշափելի։ Որպեսզի այս հաղթանակը տոնեք միասին, մենք ձեզ նվիրում ենք Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որը կարծում փոքրիկ հաղթանակները գրանցելուց հետո նշելու համար շատ կարևոր է սա ձեզ եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք տալիս են էմոցիաներ։ Դուք երեխաներին տվեցիք այդ էմոցիաները համերգի շնորհիվ։ Մենք էլ ուզում ենք ձեզ նվիրել այս բացիկները, որոնք հաստատ ել ավելի էմոցիոնալ կդարձնեն ձեր օրը եւ ձեր տրամադրությունը։ Բացիկների յուրահատկությունն նրանում է, որ այստեղ տեղ են գտել իհարկե սիրված երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ։ Ուզում եմ ձեզ նվիրել Սահյան, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից եւ իհարկե մի գեղեցիկ բացիկ եւս հիմա այսպես ընտրեմ, ահա Դուրյանի խոսքերով դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազ է երազանքը քո։ Սա ձեզ, նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց, ովքեր այս խոսքերը ձեզ են միշտ ներկայացնում, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ Մենք ենք շնորհակալ։ Եվ Կլինիկ արժանապատվի դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։